Ընկերներ, ողջունում եմ բոլորին, ձեզ հետ Գուրգեն Ստեփանյանն է Manifest Online դպրոցից։ Կրիպտոարժույթային ոլորտում իմ ճանապարհը սկսել եմ դեռևս 2017-18 թվականներից, ավելի քան 6 տարվա հաջողված աշխատանքային փորձ ունեմ արդեն այս ոլորտում։ Ի սկզբանե իմ ճանապարհը սկսել էի Forex-ից, զբաղվում էի արժույթների առք ու վաճառքով, դրանից հետո անցում եմ կատարել ֆոնդային շուկա։ Այնտեղ զբաղվում էի արդեն արժեթղթեր, բաժնետոմսեր ու պարտատոմսերի առք ու վաճառքով։ Եվ նոր դրանից հետո արդեն 2017 թվականին սկսեցի իմ ճանապարհը, երբ առաջին անգամ լսեցի Bitcoin-ի մասին եւ սկսեցի հետաքրքրվել կրիպտոարժույթային ոլորտով։ Այժմ հանդիսանում եմ պրոֆեսիոնալ թրեյդեր, տեխնիկական եւ հիմնային անալիզի գուրու։ Ունեմ հեղինակային գիրք կրիպտոներդրումներ բարձից դեպի բարդ եւ հանդիսանում եմ մի շարք կուրսերի հեղինակ ու համահեղինակ։ Առաջին անգամ կրիպտոարժույթների մասին լսել էի, ինչպես արդեն ասեցի, 2017 թվականին եւ լսեցի ինձ Bitcoin-ի մասին։ Տվյալ ժամանակահատվածում Bitcoin-ը շատ բուռն աճ էր ունենում եւ մեծ զարգացում էր ունենում ամբողջ աշխարհում։ Հայաստանում ոչ այդքան շատ էր հայտնի Bitcoin-ը եւ տվյալ ժամանակահատվածում այնպես չէ, որ կրիպտոարժույթային ոլորտը մեր երկրում շատ մեծ զարգացում ուներ եւ ինտերնետով, սոցցանցերից ավելի շատ լսեցի, որ կա այսպիսի մի կրիպտոարժույթ, որ մինիմալ արժեքներից 1 դրամից էլ ավելի քիչ արժեքից հասել է արդեն մեծ թվերի, մի քանի հազար դոլարի եւ բնականաբար սկսեց հետաքրքրել տվյալ կրիպտո արժույթը եւ ընդհանրապես այս ոլորտը։ Ինչն է որ այստեղ բերում է, քանի որ ես արդեն իսկ որոշակի չափով փորձ ունեի արժեթղթերի եւ ֆոնդային շուկայում, դա ավելի հոգեհարազատ էր առք ու վաճառքը։ Եվ բնականաբար հենց ճանապարհը սկսեց այդ ուսումնասիրությունից, սոցցանցերից, ինչու հենց կրիպտոարժույթը, ինչը հետաքրքրություն ստեղծեց, իրականում երբ սկսեցի ուսումնասիրել բլոկչեյն տեխնոլոգիաները եւ կրիպտոարժույթները, դա մի նոր ֆինանսական համակարգ էր եւ հենց այդ նոր լինելը արդեն իսկ մեծ ողջավորություն էր եւ բացի նոր լինելուց նաեւ անկախ ու անվտանգ համակարգ էր համարվում։ Կրիպտոարժույթային ոլորտը թվային ոլորտ լինելով հենց հիմնված էր բլոկչեյն ցանցի վրա եւ միևնույն ժամանակահատվածում այն տալիս էր մարդուն ազատություն, անկախություն, այն չէր վերահսկվում պետության, բանկերի կողմից, որ միանշանակ այսպես շահագրգռեց ինձ, որպեսզի ես սկսեմ հետաքրքրվել տվյալ ոլորտով եւ իհարկե նաեւ իր եկամտաբերությամբ իհարկե, որովհետեւ Bitcoin-ը 1 դրամից արդեն իսկ հասել եւ տատանվում է շուրջ 40 միլիոն դրամի շուրջ եւ բնականաբար նաեւ այս ոլորտը համարվում է ամենաեկամտաբեր ոլորտը եւ նաեւ եկամտաբերությունը նույնպես գայթակղեց, այսպես ասած։ Իրականում, եթե կրիպտոարժույթը չլիներ, եթե հստակ ասեմ ինչով կզբաղվեի, չէ, որովհետև այդպիսի բանը մտքովս անգամ չի անցել, ես ինքս մասնագիտությամբ ֆինանսիստեմ, տնտեսագետ, Երևանի պետական համալսարան եմ ավարտել, ըստ իս ես կարծում եմ, որ կզբաղվեի իմ մասնագիտության ոլորտով կամ բիզնես ոլորտով, որովհետև երբեք չեմ սիրել ուրիշի ձեռքի տակ աշխատելը, միշտ սիրել եմ ազատ անկախ լինել, ամեն ինչը ինձնով անելը եւ ամենայն հավանականությամբ ինձ թվում է բիզնես ինչ-որ ոլորտ, ստեղծագործական ինչ-որ մի ճյուղ կամ ուղղություն։ Աշխատանքից դուրս ավելի շատ սիրում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, ընկերներիս հետ նաեւ, բայց ավելի շատ ընտանիքի հետ եմ ժամանակ անցկացնում, զբոսնել, ուղղակի շրջել այսպես եւ նաեւ ֆուտբոլ եմ սիրում խաղալ, իմ հոբիներից մեկը, այսպես ասեմ, որը որոշակի չափով հանգստացնում է, կտրվում ես գրաֆիկներից, ամեն ինչից եւ օգտակարը համատեղում հաճելի հետ, որպես սիրելի զբաղմունք եւ նաեւ որպես սպորտ։ Այդպես, կարելի ասել զբոսնել եւ միևնույն ժամանակահատվածում ինչու ոչ նաեւ ֆուտբոլ խաղալ։ Երազանքներ իրականում ես միշտ սիրում եմ ասել, որ չունեմ ու չեմ էլ ուզում ունենամ։ Ես երբեք չեմ դիտարկել ինձ համար երազանք եւ այսպես քնեմ արթնանամ երազանքը կատարվի։ Երազանք պահեմ, որ այն իրականանալու է։ Ցավոք սրտի, երազանքները կատարվում են այն ժամանակ, եթե դա դարձնում ենք նպատակ։ Դնում մեր առջև կետ ու գնում դրա հետևից։ Ես միշտ իմ կյանքում այդպես եմ շարժվել եւ երազանքները, եթե վերցնենք, երբ են կատարվում, միայն հրաշքներում։ Եթե մենք ոչինչ չանենք, մեր երազանքը այդպես էլ չի իրականանա, տեղը նստած ոչ ոք առաջ չի գնում հաստատ։ Ես ավելի կողմ եմ նպատակ դնելուն եւ միշտ բոլորին էլ առավել եւս իմ աշակերտներին էլ ասում եմ, ովքեր որ գալիս են այս ոլորտ, միշտ ասում եմ. դրեք ձեր առջև նպատակ։ Ուզում եմ հասնել այսինչ, եւ արեք ամեն ինչ դրան հասնելու համար, որովհետև կյանքում անհնարին ոչինչ չկա, ցանկացած նպատակի էլ կարելի է հասնել։
Ուղղակի այստեղ խնդիրը լինելու է միայն ժամանակը եւ մեր իսկ ցանկությունը։ Եթե մենք շատ ենք ուզում ինչ-որ մի բանի հասնել, ապա դրան հասնելու ենք հաստատ։ Իրականում իմ սկզբնական ճանապարհին այդպիսի մի պահ եղել է, երբ խորը հիասթափություն կար ոլորտից։ Ինչու՞։ Նախ եւ առաջ ասեմ, որ ես բարդ ճանապարհ եմ սկսել եւ չի եղել ուսուցիչ կամ օգնական ուժ, ով ինձ աջակցեր, ինձ սովորեցներ, ցույց տար, ինչպես բացել գործարքը, երբ բացել գործարքը, երբ գնել, երբ վաճառել, եւ մեծամասնությունը ես արել եմ ինքնուրույն։ Եվ հենց այդ ինքնուրույն դժվարագույն ճանապարհին եղել է ժամանակ, որ կորցնելուց հետո, կորուստներ ունենալուց հետո հիասթափություն եմ ապրել եւ ցանկացել եմ թողնել, դա 2018-19 թվականներին է, բայց բնականաբար, ինչպես հիմա տեսնում եք, ես ձեր առջև եմ եւ չեմ կոտրվել, չեմ հանձնվել, նորից այսպես վերալիցքավորվել եմ, գնացել եմ առաջ եւ ուղղակի իմ առջև դրել էի նպատակ, որ ես պետք է այս ոլորտում հաջողեմ ու նորից դրան հասել։ Եղել է, բայց չպետք է դրանից կոտրվել։ Ինձ թվում է կյանքում բոլորի մոտ էլ լինում է մի պահ, որ հիասթափվեք ինչ-որ մի բանից, կոտրվեք, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ պետք է վերականգնվել ու գնալ առաջ։ Այս հարցը ինձ շատ են միշտ ուղղում։ Իրականում ընկերներ, ի տարբերություն ներկա ժամանակահատվածի, երբ կրիպտոարժույթային ոլորտը արդեն թրենդային է եւ միևնույն ժամանակահատվածում մեր երկրում շատ մեծ զարգացում է ունենում, տվյալ տարիներին, մոտ 6-7 տարի առաջ, եթե վերցնենք, կրիպտոարժույթային ոլորտը գրեթե բոլորին անծանոթ ոլորտ էր։ Ես սկսել եմ իմ ճանապարհը դեռևս 17-18 տարեկանում եւ ուզում եմ ասել, ճիշտ է մի քիչ ցավով, բայց այնուամենայնիվ, որ ինձ աջակցող մարդ չի եղել, որովհետեւ ոչ մեկ չէր հավատում, որ ես կարող եմ անել, ոչ մեկ ուղղակի ընտանիքի անդամներ, շրջապատ, ընկերներ, ծանոթություն, բայց ելի կարող եմ ասել, որ դեմ գնալով բոլորին, ես գնացել եմ առաջ եւ չի եղել աջակցող։ Երևի ես եմ միայն ինձ աջակցել, ես եւ իմ մտքերը։ Իսկ չաջակցողները ու չհավատացողները շատ են եղել, կարելի ասել գրեթե բոլորը։ Ընդհանրապես երբեք չեմ հասկանա այն մարդկանց, ովքեր որ կասեն, որ փողը դա նպատակ է։ Փողը ֆիատ է, փողը գործիք է, որով որ կարելի է ինչ-որ մի ապրանք գնել օրինակ։ Պատկերացրեք, որ մենք տեղափոխվենք 1000 տարի առաջ։ 1000 տարի առաջ փողը դա թուղթը չէր, չէ՞։ Փողի դեր տանում էր ինչ-որ մի մետաղ, աղ էր ժամանակին, եւ ով աղ ուներ այդ ժամանակ մեծահարուստ էր։ Ներկա ժամանակահատվածում այդ ֆիատ ասվածը, այդ փող ասվածը դա թուղթն է ուղղակի։ Դոլարը կարող է լինել վալյուտաներ, դրամը։ Փողը չեմ կարծում, որ նպատակ է։ Փողը չի էլ կարող նպատակ լինել ինձ համար կոնկրետ։ Եվ ինձ համար գործիք է, գործիք, որին որ կարելի է հասնել ինչ-որ նպատակի։ Կարող է նպատակ լինել տունը, այո, տուն գնելու համար պետք է փող, բայց այստեղ չի նշանակում, որ փողն է նպատակը։ Փողը գործիք է, որով կարող ես հասնել քո նպատակին, այսինքն տուն գնել կամ ճանապարհորդել եւ այլն։ Մի խոսքով փողը նպատակ չէ, այլ գործիք է։ Եթե հենց հիմա իմ պորտֆելը, ես պորտֆելում որոշեմ վաճառել իմ բոլոր կրիպտոարժույթները, քանի որ ես արդեն ունեմ 2020 թվականից դեռ ստեղծված պորտֆել, այնտեղ բազմաթիվ կրիպտոարժույթներ կան, ավելի քան 20 կրիպտոարժույթ ունեմ այնտեղ պահած, եւ եթե ստացվի այնպես, որ վաճառելու լինեմ իմ բոլոր կրիպտոարժույթները եւ թողնեմ միայն մեկ կրիպտոարժույթ, ապա դա կլինի միանշանակ բիթքոինը։ Ինչու հենց բիթքոինը, ինձ թվում է այդ հարցի պատասխանը մեծամասնությունը գիտեն, որովհետև այն ամենաառաջին կրիպտոարժույթն է, տոպ կրիպտոարժույթն է, ամենապերսպեկտիվը եւ ես այն դիտարկում եմ որպես կապիտալ, այլ ոչ թե թրեյդի գործիք, այսինքն բիթքոին կոնկրետ կուտակել, հավաքել, ունենալ շատ քանակի բիթքոին, հետագայում տարիներ հետո թեկուզ 10 տարի հետո, 15-20 տարի հետո այն վաճառել եւ դառնալ ինչու որ դոլարային միլիոնատեր։ Քանի որ ես այս ոլորտում արդեն երկար տարիների փորձ ունեմ նաև ուսուցման առումով եւ ներկա ժամանակահատվածում էլ իմ աշակերտները դրական կարծիքներ են հայտնում եւ դա ինձ համար իրականում շատ հպարտանալու տեղիք է տալիս,
Կցանկանամ, որ նույնը լինի, հաստատ չփոխվի դեպի բացասականը, չենք էլ անի այդպես բնականաբար, կցանկանամ, որ անկեղծ լինի կարծիքները։ Կապ չունի իրականում ինչ կարծիք կհայտնեն, բնականաբար ցանկալի կլինի, որ դրական լինի, բայց այնուամենայնիվ ես կողմ եմ անկեղծությանը։ Միայն անկեղծ կարծիքներ։ Հենց հիմա ներկա ժամանակահատվածում աշակերտներ, ովքեր սովորում են ինձ մոտ, ովքեր սովորել ավարտել են, թողում են բազմաթիվ կարծիքներ եւ կարծիքները բոլորը դրական են, որը ինձ համար նորից ուրախանալու փաստ է, հպարտանալու փաստ է եւ ավելի քան վստահ եմ, որ մոտ ապագայում դա չի փոխվի, հակառակը ել ավելի լավ կարծիքներ են լինելու հաստատ ու հաստատ։ Ինքս իմ ճանապարհի սկզբում իրականում շատ խորհուրդներ կտայի, որովհետև ես իմ ճանապարհի սկզբում շատ սխալներ եմ արել։ Ինչու եմ սխալներ արել, որովհետև ինչպես արդեն ասել էի, ես ինքնուրույն եմ սկսել իմ ճանապարհը եւ բնականաբար ինքնուրույն ճանապարհով գնալուց սխալները ու կորուստները անխուսափելի են լինում։ Ամենաառաջի խորհուրդը, որ կտայի ես ինքս իմ ճանապարհի սկզբում, դա մի շտապիր։ Չշտապես, պետք չէ շտապել, մտածել, որ մեկ օրում դու դառնալու ես միլիոնատեր։ Պետք չէ մտածել, որ քո $10 միանգամից դարձնես $1000։ Ցավոք սրտի ընկերներ, այդպես միշտ չի, որ ստացվում է, եթե ստացվել դա պատահականության սկզբունք է։ Խորհուրդս կլիներ, որ մի շտապիր, առևտուր արա տեղը տեղին եւ գործարքները բացիր ըստ ազդանշանների, ունեցիր հստակ մուտքի կետ եւ ամենակարևորը միշտ պահիր ռիսկի կանոնները, այլ ոչ թե գնա շատի հետևից ու եղածն էլ ինչպես ասում են կորցնես, ագահ չպետք է լիներ իրականում այս ոլորտում եւ տվյալ ժամանակահատվածում ընկերներ, եթե դիտարկում ենք միշտ պետք է դիսցիպլինավորել առևտուրը, պետք է կարգապահ լինել, պետք է կապիտալի ճիշտ հաշվարկների տիրապետել, ռիսկի կանոնները պահել ու պահպանել եւ գործարքները բացել ըստ գիտելիքների։ Նաև մի շատ կարևոր խորհուրդ էլ կտայի, որ պետք է ի սկզբանե ոչ թե միանգամից մտնեի ու առևտուր անեի ու սկսեի սովորելուց։ Մինչև չես սովորում, մինչև չես իմանում ճիշտ առևտրի ձևը, չպետք է մտնել ու առևտուր կատարել, փոխարենը ակնկալելով մեծ եկամտաբերություն։ Ցավոք սրտի դա այդքան էլ հեշտ չէ եւ այդպես հեշտ ու պարզ չի լինում։